Հարգելի խորհրդարան, բնականաբար միանում եմ ներկայացուցչությանը, բնականաբար միանում եմ, ուղղակի մինչև այս միջնորդության քննությունը շարունակելը, այս գտնում եմ, որ նախ եւ առաջ պետք է ներկայացնենք բացակի միջնորդություն, խորհրդի կազմում կա առնվազն մեկ դատավոր, ով այս գործով ըստ մեզ իրավունք չունի լինելու դատավոր, ենթակա է բացակման, եթե թույլ կտակ, ես կներկայացնեմ այդ միջնորդությունը, որից հետո արդեն իսկ քննարկվի ներկայացուցիչ կողմից սահմանադրական դրան դիմելու համապատասխան միջնորդությունը, որովհետև ես գտնում եմ, որ նաև այդ բացակի միջնորդությունը պետք է քննարկվի, որ այդ կազմից խոսքը մասնավորապես հարգարժան պարոն Դանիելյանն է վերաբերվում, պետք է կազմից վերջինս դուրս գա, նոր դատարանը հնարավորություն ունենա քննելու այս միջնորդությունը։ Դուք գիտեի, որ այդ միջնորդությունը ներկայացնելու եք։ Տեխնիկապես պատրաստել, ուղղակի ես իմ ներկայացուցիչը կարելի ասել տեխնիկապես միմյանց անհասկացություն ունեցանք, դրա համար ենք քննարկում։ Մինչև ես փաստաթղթեր էի նայում, այսպես ասած, պարոն Հարությունյանը առաջընթաց։ Մենք միջնորդներ ենթադրում են ներկայացնելու ենք։ Ընդհանրապես էլի եմ ասում, էլի կկրկնեմ։ Մենք ընդհանրապես ցանկացած միջնորդություն ներկայացնելով մտածում ենք, որ գործի քննությունը պետք է ավարտվի, նախկինի դեպքում կասեցվի։ Բայց ենթադրելով պրակտիկան, որ արդեն 15-16 միջնորդություն մերժվում է, մենք պատրաստում ենք մյուս հետագա քայլերին։ Այսինքն ակնկալիքը, որ մեր որևէ միջնորդություն կբավարարվի, չկա։ Հետևաբար պատրաստում ենք տեխնիկապես։ Այնպես չի որ Մեր ձեր ասած այդ տեխնիկապես պատրաստվել է, այս իրավիճակի հետ կապ չունի իմ համոզման բանն այդպես իմ սուբյեկտիվ, որտեղ մեկ բացարձակ միջնորդություն տեխնիկապես գրիպեցինք, պետք է սկզբից ես իմ մեղքով ներկայացնեի բացարկի միջնորդությունը, նոր պարոն Հարությունյանը սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը, կոպիտ ասած մեր մեջ մեր կողմում տեխնիկապես անհասկացվածություն առաջացավ, խնդիր առաջացավ, որ այդպես վարվեցինք։ Ես խնդիր չեմ տեսնում, եթե գտնենք քննարկենք, բայց ես ամեն դեպքում գտնում եմ, որ այս միջնորդության քննարկումը պետք է հաջորդի բացարկի հարցի քննարկմանը։ Սա է։ Եթե ինչպես ցանկանում եք, այդպես էլ լավ եք, խնդրեմ։ Հա, նախարար ներկայացուցիչ բան։ Ագատ է ձեր խոսքը։ Մի միջնորդություն, որը կարծում եմ պետք է քննարկվի մինչև պարոն Հարությունյանի կողմից ապագայում ներկայացրել միջնորդությունը, քանի որ պարոն Հարությունյանը եւ նրա ներկայացուցիչի գործողությունները ըստ ներքնական արդեն տանում են դեպի դատավարական իրավունքների չարաշահման դաշտ։ Ձեր թույլտվությամբ ես վարչական դատավարության օրենսգրքի 101.4 հոդվածին անդրադառնամ, որը նախատեսում է իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիա կիրառման հնարավորությունը։ Դա այն սանկցիան է, երբ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը վարչական դատավարության օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքներ բարբերաբար չարաշահելու դեպքում կիրառում է դատարանը ժամանակային կամ քանակական պայմաններ սահմանելով եւ նման սանկցիա կարող է կիրառվել մասնավորապես ինքնաբացառ քայլերի միջնորդություններ անելու եւ ընդհանրապես միջնորդություններ ներկայացնելու ուրեմն իրավունքները բարբերաբար չարաշահելու դեպքում ընթացակարգը այնպիսին է, երբ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառմանը, ապա այդ անձինք հասկանալի ձևով նախազգուշացում են դատարանի սանկցիա կիրառելու հնարավորության մասին, բարձրաբանում են սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետևանքները, եւ եթե նման նախազգուշացումից հետո շարունակվում է այսինքն կողմը կատարում է այդ գործողություններից որևէ մեկը, ապա դատարանը իրավասու է անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան։ Հարգելի դատարան, սրանով միջնորդում ենք դատավարության մասնակցին, նրա ներկայացուցիչին նախազգուշացնել այս սանկցիայի կիրառման հնարավորության մասին եւ այդ նախազգուշացումից հետո համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում կիրառել ուրեմն միջնորդությունների ներկայացման քանակական սահմանափակման սանկցիան ձեր հայցողությամբ։ Շնորհակալ եմ։ Այո, շնորհակալ եմ։
անգամ նշել եմ, ելի կնշեմ, փոխնախարարը պարոն Դադունցը կարող է ընդունել նման արտահայտություններ անել, այստեղ կողմը դատավորը կամ ներկայացուցիչը չարաշահում են իրավունքները։ Մնացած առումով մի բան ասեմ, արդյոք ռետորական հարց է, պարոն Դադունցին, վարչական դատավորությանը հողում եք տալի, ձեզ հետաքրքիր չի խորհուրդը 15 հատ որոշում ա կայացրել։ Ձեզ հետաքրքիր չէ որոշումների բովանդակությունը։ Ես ասում եմ, որոշումներ չունեն, դրա համար կանխատեսելի չի մեր մարտավարությունը։ Իսկ դուք արդյոք ունեք այդ որոշումները, ձեր համար կանխատեսելի է, դրա համար գտնում եք, որ մեր իրավունքները պետք է սահմանափակվեն միջնորդություններ ներկայացնելու։ Ես ասում չունենք պատճառաբանություններ, դրա համար ներկայացնում ենք։ Իսկ ասում ձեր համար ամեն ինչ կանխատեսելի է, չունեք այդ նույն որոշումները, բայց գտնում եք, որ մենք չարաշահում ենք մեր իրավունքները։ Նմանատիպ իրավիճակ էլ է եղել, երբ որ հիմա ես համոզված եմ պարոն Դադունցը չգիտեք պատճառաբանությունները, բայց դեռ այդ հարցին կանդրադառնամ, երբ որ առաջին 2023 թվականի հուլիսի 3-ին որոշում էր կայացվել իմ վերաբերյալ։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ հուլիսի 5-ին դեռևս 2023 թվականի հուլիսի 3-ին, երբ որ իմ վերաբերյալ ՊՏԽ-ն որոշում էր կայացել, այդ որոշումը չէր հրապարակվել։ Հուլիսի 27-ին թե 28-ին նոր տրամադրվել է կողմին, պատրաստ չէր։ Քանի անգամ դիմել եմ, ասում եմ ստորագրված չէր, բայց հետաքրքիր զուգադիպությամբ հուլիսի 5-ին այն ժամանակվա նախարարը այդ որոշման բովանդակությունից տեղյակ էր։ Ոչ թե տեղյակ էր, որ 3-ին հրապարակվել էր, այլ այնպիսի հանգամանքներից էր տեղյակ, որը իրականությանը չհամապատասխանող էր։ Այսինքն հետաքրքիր զուգադիպություն, բայց համոզված եմ հիմա իրավիճակը չի, որ պարոն Դադունցի համար չկա այն որոշումներ, կանխատեսելի չէ դատավարությունը, բայց գտնում եմ կողմի իրավունքը պետք է սահմանափակվի, որովհետև կարող է չարաշահում։ Տվեք որոշումները, մենք մեր մարտավարություն իմանանք, հասկանանք հաջորդ միջնորդություն անում ենք կամ ընդհանրապես անում ենք, թե չենք անում։ Խոսքը դրա համար էր այդ պահանջը նաև ուղղված, առավոտից ներկայացնենք, ասենք միջնորդություն տվեք, հասկանանք ոնց ենք շարունակում։ Բայց հետաքրքիր է, որ մյուս կողմի համար առանց այդ որոշումները ունենալու ամեն ինչ պարզ ասում մի հատ էլ մյուսի սահմանափակեք, այն մյուս կողմը հանկարծ այդ միջնորդություններ չանի, չգիտեմ, քանակային առումով։ Այս էլ նոր բան, համար ես չգիտեմ, երբ այդ վարդատին չեմ տիրապետում, միջնորդությունների քանակական առումով սահմանափակում։ Հիմա խնդրեմ, եթե խորհուրդը իհարկե գտնում է պարոն Դադունցը տեղին է դիտարկումները, ապա ինչու՞ չէ, կիրառեք սանկցիան։ Ըստ ձեզ պարոն Դադունցը իրավունք ունի միջնորդություն ներկայացվի նմանատիպ։ Իհարկե ունի, ես ասում առավելևս փոխնախարարը ներկայացվել է միջնորդություն, ինչպես ձեզ է այդ իրավունքը տրվում։ Ես ոչ էի անում, որպեսզի միանա մեզ, որպեսզի ինքն էլ որպես կողմ հետաքրքիր լինի իրան այդ որոշումները ստանա, ծանոթանա, ինքն էլ իր պաշտպանությունը, պաշտպանություն չէ, հարձակումը առավել լավ իրականացնի։ Չեմ անում, ոնց եք որոշել, որտեղ հարձակող պաշտպանող ամենայն դեպս վերադարձի ներկայացում։ Ամենայն դեպս պրոցես անենք, տանում ենք առաջ ու ինչ կոչել, որ արեցիք, եթե դա կոչել ու պարոն Դադունցը ընդունել է, եթե դու արդեն պարոն Դադունցը Պարոն Դադունցին շատ հարգում եմ, ռետորաբանության համար է թող պարոն Դադունցին կների, բայց իր միջնորդությունից է երևի բխում, որ պետք է համապատասխան ձևով հակադարձել, ուշադրությունը հրավիրել, կոչ անել, որպեսզի միանա բայց նաև ուզում եմ ֆիքսենք, որ այն հանգստությամբ ու այն հանդարտությամբ ոնց որ պարոն Դադունցը ներկայացնում միջնորդությունը, դուք այդ ձևով չպատասխանեցիք էլի, ամեն դեպքում, էդ էլ եմ ուզում ֆիքսել։ Ես էլ պարոն Դադունցի հանգստությունը ոնց որ ասած եք։ Որ ասում եք նույն ձևով փորձեցի պատասխանել։ Ամեն մեկը ոչ ու։ Ամեն դեպքում, այդ նույն հանգստությամբ էլ որ դուք պատասխանեք, միգուցե ձեր կոչն էլ ընդունվի, միգուցե ուրիշ դիրքորոշում էլ ընդունվի, չեք իմանա։ Ձեզ նույնպես։ Այդ հարցին կանդրադառնանք պարոն Դադուն, շնորհակալություն։ Հիմա ձեր միջնորդությունը պարոն Դանելյանի վերաբերյալ։